Բարև բոլորին։ Հույսով եմ լավ եք, առողջ եք եւ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես փակերտեմ նույնպես միծիկների դուս եք, աստղ եմ դուս կիլա։ Վաղ չի, լավա աշկը մտալ չի։ Քնեք Դավիթին հտան, ջմա դուսոնիկ, կարմ չբակվա դուսոնիկ, մեր արցախցիների, նույնպես ես Դավիթին ընտանում ջմա կողի, որպես հինչ։ Կիրպիչը երակալալ, թխալա, սատկացրալա։ Մեր արցախցիները դովում բանկացածա։ Թոլուսաբանը, ինստանը փաշիա կողքի եսի անասի, որից հետո յա։ Հապխրոտ ռեաղա, Այո, տեքստիրով լոմ, իսանոյ սեգի կողքանի շահտենացի, հենավ նասուլով։ Աստավտակ նավնով ոտնեն կաշտեմ։ Կանի, որտեղ ուկացանը միաղ մաղսիղի, դումի։ Հələ սրանց հետ թողերտան կաղուտը նստին, կամեր նստին, ես էլ հետ ներդեղնիմ, նա ենքելով լավ տղա դուս կուկա։ Սրեգավ, ես չեմ ագերիք միղար չիրամ մուգը, բատասակ չեմ ագերիք, ենքի քանին կողպետ կաշուրա էսան, բաշտեսել եմ, իրան բոլոր լավ կողմերը, իրան բոլոր լավ կեսակները։ Հələ մի օրում ես ըմպես վդենեմ, որոնք սաղ իրար հետ, ես էլ հետ ները, էստան կաղուտ, նա ենքով տղա դուս կուկա այդ էլ։ Քուտիրումերը Դու խուլիգանի մեկ, երկու եկած բորձի ես ընդրել, քեզ խապականով պերով, խուժանի ես ընդրել, դու գայում նөхտի խաղան, դու գաղջասրել են, խուժանանով բորձեր ու կողել են իր անգերները։ Испанию, но думаю, никто не отвечает. Я думаю, вы знаете, если бы я что-то знал, вам бы все равно не сказал. Россия Еврография не сочла нужным сама вам об этом сообщить. Как тут открывается? Ոնց կուսուրապես ախտակար մասի, ոնց հավակի մասի։ Ես ինչ կուզան ես։ Կոմասի սորով, կո արաքս մորով։ Այս անգամ որոշել եմ քիչ խոսամ, շատ ցուցադրեմ։ Եթե Սերժ Սարգսյանը կես տոկոս կամ 10% անգամ իմանար, որ վերահաս պատերազմում մենք գոնե ինչ-որ մի հաջողություն ենք ունենալու, ինքը 18 թվականին չէր ճողոպրի իշխանությունից։ Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը իմանա ու քաջ իմանա, որովհետև իրենք իմացել են, որ պատերազմը անխուսափելի է, որովհետև իրենց ամեն տեղից ասել են, որ պատերազմը անխուսափելի է, իսկ իրենք կանխելու փոխարեն փախան մի հատ ծուղակել անփորձ նոր իշխանության առաջ դրեցին, վստահ լինելով, որ իրենք էլ են հայ եւ ընկնելու են այդ ծուղակը, անդադար ասելով, սրանք եկել են, որ Արցախը տան, սրանք եկել են տալու, դες երիտասարդ իշխանություն ասում է, չէ, մենք չենք տա, ավելի էին բանանում, ավելի էին մտնում այդ ծուղակի մեջ։ Իհարկե ես չեմ արդարացնում դա, ես գիտեմ իմ ասելու են բանա Նիկոլի փաստաբանն է, էսա, ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։ Ես եկել եմ այստեղ, որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ, ժողովուրդ, թույլ չտաք ձեզ խաբեն, թույլ չտաք։ Արցախի հարցը որոշված ա եղել 1922 թվականին, հետո որոշված ա եղել 1991 թվականին, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ։ Ոնց հանենք աշխարհին խափենք, որի փր մենք բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի այս կամ այն աշճանի վրա, բայց ձգենք էլի, միջև տենանք ով ինչ է ասում։ Էս է եղել իրականությունը, սիրելի հայ ժողովուրդ։ Եվ Գյուղում 110 տուն, եթե չեմ սխալվում, նորը կառուցվել է արդեն։ Ավելի շատ նոր տուն կա, քան հինը էլի։
Իսկ հիմնական երիտասարդներն են օգտվում։ Հա, երիտասարդները։ Չէ, չեն լքել։ Գյուղատնես ցավ են զբաղվում, տարբեր փոքր արտադրամասեր կա։ Մենք մեր սեփական մաշկի վրա զգում ենք այդ խաղաղությունը, որ ոչ մի անգամ չենք զգացի, համ ֆիզիկապես ենք զգում, համ հոգեպես ենք զգում։ Դե ժամանակ կրակում էին, մտածում էր նենց անես, որ չմեռնես, հիմա չկա այդ խնդիրը։ Իսկ հոգեպես այնա, որ հանգիստ ապրում ես քեզ համար, գիշերը քնում ես։ Երկրում կառուցվեն գործարաններ սկզբից, հետո նոր դպրոցներ։ 2 միլիոն համարյա դոլար եմ ծախսում դպրոց կառուցելու համար։ Հիմա այդ թալանը, ի՞նչ տարբերություն թալանում ես, թե վատնում ես։ Իրոք։ Привет, Карлсон. Привет, малыш, чем будешь угощать? Пирогом. С чем? С 8 свечками. Ну нет, это я не ем, что такое 1 пирог и 8 свечей. Չեմ հավակնելու, այդ չեմ չի նշանակում հայերենում գոնե, որ չեմ լինելու։ Որտեւ այնտեղ խոսք կար նաեւ նախագահի եւ այլնի մասին, ես ասել եմ չեմ լինելու։ Այսինքն ես չի Նախագահի ասել եք չեմ լինելու, վարչապետի բաժանում չեմ հավակնելու։ Բայց մանիպուլատիվ չի մի քիչ։ Ակնհայտ է, որ լայն հասարակությունը հասկացել է, որ չեմ հավակնելու, այսինքն չեմ լինելու։ Չի մանիպուլատիվ, քո ասածն է մանիպուլատիվ։ Ապա։ Իրոք։ Այս դուրնա, այս էլ ես, ահա։ Այսպես, կարելի է։ Մի հատ խնդրում եմ դուրը բացեք, փաստաբանն Մարդը հանգիստ գալիս է, հանգիստ տարեք։ Մարդը հանգիստ գալիս է, հանգիստ տարեք։ Որ բաժին եք տանում, որ բաժին եք տանում։ Որ բաժին եք տանում, ասեք, որ փաստաբանները ներկայանան։ Մեկ մարտական նռնակով ահաբեկչություն են, վերջին ինձ այդ գաղտնիքը կասեք, թե ոնց է մի հատ մարտական նռնակով հնարավոր ահաբեկչություն իրականացնել։ Մի ուրիշ ձևի։ Ինչ։ Արամ ես դու էլ պսակ, այդ տունը մնացած։ Դու էլ պսակ, դերա։ Դու չես կարա պսակնես, ոչ թե տենց անճաշակ աղջիկ Հայաստանում գոյություն չունի ինչ-որին համոզման։ Ինչ։ Ես կորցնելու ոչինչ չունեմ, ես ոչ մեկի ոչ պարտք եմ, ես ոչ մեկով ոչ կաշկանդված եմ, հատ ծխելու եմ սաղիդ։ Ինչ։ Дай ему звучит песня. Вон мои посидеть, тебе возьму. Сердце бьется быстрее. Эхо того, что должно прийти. Смотри-ка, я тут нихуя себе. Садись, ебать. Куда? Тебе на шею? Ну потуши ты здесь, нам все равно сейчас вылазить будет, ёпта. Еще в руках позвали посередине. Страсть глубокая, огонь, который горит. Любовь горит, такая интенсивная и свободная к природе, к тебе, ко мне. Говга, горный любовник. Говга, горный любовник. Звучит крик такой громкий и сильный. Гордый
радость, сила, несравнимая любовь, горам мы... Я думаю, что самая большая проблема – это непослушание церкви. Христианина, когда человек, имея интернет, имея там что-то еще, да, он как бы может как-то самостоятельно что-то изучать, да, но не прислушиваться к голосу церкви, именно которая есть здесь и сейчас. Вот мне кажется, не послушание церкви ее церковному уставу, а как бы варенье в своем соке своих мнений, вот это, наверное, сейчас самое опасное, да, вот, и, наверное, пристрастие к интернету, к соцсетям, когда вот сердце человека там, а не в Христе. Այսօրվա իշխանությունը քննադատում է ինդիմադիրներին ու գնում են տարբեր ձերբակալություններ, կալանավորում են տարբեր քաղաքական գործիչների Եվ ոչ միայն քաղաքական ու գործիչների եկեղեցական ամենավատը, որ մեր պատմության մեջ մենք չենք ունեցել այդպիսի դեպք, որ մեր պետությունը փոխանակ կանգնի եկեղեցականների կողքին, եկեղեցականներին այսօր հիմա բանտում պահում ենք։ Ու ես չեմ տեսել այն պետությունը, որ իրեն կրոնը ինքը ոչ թե ուզում է թույլատնի, այլ ուզում է միշտ ամուր պահի, պաշտպանի ու ուժեղացնի։ Դրա համար մենք պետք է բոլորով իրար հետ մի քիչ սթափվենք ու այդ սև սպիտակը, որ ստեղծեցին են դերասանից եկավ էլի են Հայկ Մարությանը։ հայ, որ միշտ կնոջ դեր է խաղում, մազա տնում, կուրծկա տնում ու իրան մեր ժողովուրդը շատ են սիրում այդպես կապիկություն արողների այսօր ու ցավոք սրտի լուրջ մարդկանցը քննադատում են ու հումորի են ենթարկում ու փոխանակ իսկական իրենց սոցիալական կայքերով, իրենց էջերով նայեն, հասկանան այդ մարդիկով են ու հայտնի մարդկանցը, ստեղծող մարդկանցը իրենք քննադատում են ու ծաղրանքի են ենթարկում, որովհետև մենք այսօր խանգարում ենք մեր հայրենասեր լինելով, մեր պետության շահերը պաշտպանելով, կան մարդկանց, որ մենք խանգարում ենք, մեզ այդ ֆեյքերով դրիվ հայրենասեր ժողովրդին սկսում են այսօրվա տեխնոլոգիաներով իրենք տապալել։ Մեր ջան, խնդրեմ ներկայացնեք, հա, դուք ընդդիմադիր հայացքների տեր լինելով անձնավորություն, ինչպես ստացվեց, որ այսօր եկաք այս պատարագին մասնակցելու։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, բայց մենք բոլորս Աստծո զավակներ ենք եւ եկեղեցին ընդունում է բոլոր մարդկանց անկախ ընդդիմադիր հայացքներից, իշխանական հայացքներից, բոլորս քրիստոնյա ենք եւ համերաշխության աղոթք եմ այսօր բարձրացրել եկեղեցում, որ համերաշխություն լինի, բարի լինի, սերը լինի։ Մարզերում նմանատիպ այսպիսի պատարագներ իրականացնելը ինչ խորհուրդ ունի իր մեջ։ Տեսեք, այստեղ հավաքված են նույն մեր հայ ժողովուրդը, մենք բոլորս հայ ենք, անկախ մեր հայացքներից, եւ ես ուզում եմ, որ մեր երկրում լինի համերաշխություն, բարին հաղթի, բարիություն տարածվի։ Սա հնարավորություն է, որպեսզի մենք միասին աղոթք բարձրացնենք դեպի Աստված։ Տեսեք, բայց բազմաթիվ եկեղեցիներ կան, որտեղ եւս պատարակ է մատուցվում, ինչու հենց այստեղ կան։ Ես ինքս որոշեցի, որ գամ այսօր, որտեղ որ վարչապետն է, եւ երբևիցե չեմ եղել նմանատիպ, հա, միջոցառման, եւ ուզեցի ինքս ներկա գտնվեմ, տեսնեմ այս կողմի ժողովրդից, քանի որ ընդդիմադիր դաշտի ժողովրդին ճանաչում եմ, ուզեցա նույն իմ աչքով տեսնեմ ինչպիսի տրամադրություն է, տրամադրվածություն է մարդկանց մոտ եւ կարող եմ ասել, որ խաղաղությունը ամենակարևորն է, որը պետք է հաղթի, խաղաղություն լինի, բարին հաղթի, սերը հաղթի։ Մենք քրիստոնյա ազգ ենք եւ մենք պարտավոր ենք համերաշխությունը սերմացնենք մեր ազգի մեջ։ Իսկական քրիստոնեությունը, իսկական սերը տարածվի մեր ժողովրդի մեջ։ Մի բան եւս, որովհետեւ նախորդ պատարագին օրինակ Հովանավանքում Մայրաթորը դա պղծություն էր համարել ըստ էության, որ
իրենց ասելով կարգալույց եղած հոգևորականն էր մատուցել պատարակը, չնայած Տեր Թադեն կարգալույց չի, բայց աջակցում էր Տեր Արամին, դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Ասեք ինձ համար վարչապետը վեհապար է, ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, ես պարզապես ուզում եմ, որ համերաշխություն լինի, եկեղեցի, պետություն, որովհետև ամեն ինչ ազդում է մեր ժողովրդի վրա, մեր ժողովուրդը պետք է համերաշխության սեղանին գա, բարիության, ամեն ձև արվի, որ ամեն ինչ լավ լինի, առաջ Աստված, բոլոր հարցերը կլուծվեն, բոլոր խնդիրները կլուծվեն, ի վերջո մենք հայ ենք։ Հարգելի հայեր ջան, բոլորին շատ սիրում եւ հարգում եմ, մնացեք առողջ, բարի եւ Եվ որ այլևս ոչմի ժողովուրդ, ոչմի ազգուցե Պատմության կապին ծուսև մր ուրիշ չթունավորվի Դամնալի ազոր, դամնալի իրացուցի աստանվածին